Հարգելի սիրելի սովորողներ։ Ունենք բացական աշակերտներ երեխաներ։ Ոչ, այսօր բացական չունենք։ Շատ լավ, ավելի լավ։ Ուրեմն նախ սկսենք տնային հանձնարարության ստուգումից։ Այս անգամ ես ձեզ տնային հանձնարարություն տվել էի կորիզ հարթակի միջոցով։ Ճիշտ է երեխաներ։ Այո։ Դե վերցրեք ձեր հեռախոսները, նախ ստուգենք տնային հանձնարարությունը, այնուհետև կանցնենք մեր նոր դասը։ Ահա, այս անգամ առաջատարներ են Աթյան Էլինան, Ամալյան և Ալինան առաջին տեղում է հայտնվել, շատ լավ, կեցեք։ Սկսենք ստուգումը տնային հանձնարարության, լավ, տեսնենք որ հանձնարարություններն է, որ չեք կարողացել կատարել կամ սխալներ եք թույլ տվել։ Այժմ մենք պետք է նոր թեմա ուսումնասիրենք, բայց մինչ նոր թեմային անդրադառնալը երեխաներ, եկեք խթանման փուլում անդրադառնանք այն նկարին, որը ես տեղադրել եմ էկրանին։ Ո՞վ է պատկերված նկարում։ Այո, իհարկե երեխաներ։ Արդեն հասկանալի է, որ մեր այսօրվա դասը պիտի տարբերվի մյուս դասերից։ Ինչու՞։ Որովհետև մենք այսօր ուսումնասիրելու ենք մեր հայրենակցին և կյանքը ստեղծագործությունները, պատմվածքները։ Սիրելի սովորողներ, այսօր մենք խոսելու ենք մի մարդու մասին, ով քայլել է այն ճանապարհներով, որոնցով հիմա դուք եք քայլում։ Նայել է այն լեռներին, այն բնությանը, որոնց այսօր դուք եք նայում։ Այսինքն, այստեղ դսեղում ամեն ծառ, ամեն թուփ, ամեն քար ունի պատմություն, որը կապված է Հովհաննես Թումանյանի հետ։ Այսինքն, մեզ համար, ձեզ համար շատ մեծ պատիվ է լինել Հովհաննես Թումանյանի համագյուղացին, այդպես է թե ոչ։ Այո։ Հպարտանում եք, որ Հովհաննես Թումանյանի համագյուղացին։ Այո։ Բայց գիտեք չէ, որ սա նաև մեզ համար մեծ պատասխանատվություն է երեխաներ։ Ուրեմն դուք պիտի շատ լավ սովորեք եւ դառնաք շատ լավ մարդիկ, որպեսզի արդարացնեք Հովհաննես Թումանյանի ակնկալիքները։ Շատ բարի, դե անցնենք առաջ։ Սիրելի սովորողներ, մինչև Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը ծանոթանալը, նախ հայտարարության նպատակով մենք մի խաղ կխաղանք, որը ես ձեզ համար պատրաստել եմ կահույք հարթակում։ Էկրանին տեղադրել եմ QR ծածկագիր։ Հիմա դուք կբացեք QR ծածկագիրը, յուրաքանչյուր սեղան կմիանա մեկ սարքի միջոցով, որպեսզի իրականացնեք խմբային աշխատանք և կխաղանք խաղը։ Սկսեցինք երեխաներ։ Որ մարզում է գտնվում Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը։ Ահա, 4 խումբն եք ճիշտ է պատասխանել հարցին։ Իհարկե, ճիշտ պիտի պատասխանենք։ Հարց երկրորդ, որ քաղաքում է Թումանյանն անցկացրել իր կյանքի մեծ մասը և ստեղծել վերնատունը։ Հարց երրորդ, Թումանյանի որ հայտնի հերոսն է Դսեղից ոտքով գնում Թիֆլիս։ Քաջ Նազարը, Ծախոց Փանոսը, Գիգորը, թե Նեսոն։ Ահա, 3 խումբ ճիշտ է պատասխանել հարցին, միայն մեկն է սխալվել։ Հաջորդ հարցը, որը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից չէ։ Անխետ մարդը, Սուտիկ Ոսկանը, Պույպույ Մկնիկը, Սուտասանը։ Ահա, դե հիմա տեսնենք, ով որ դիպքում է հայտնվել, երրորդ տեղում 4-րդ խումբն է, երկրորդ տեղում 2-րդ խումբը, իսկ առաջատար է որ խումբը, առաջին խումբը։ Կեցեք, շնորհավորում ենք առաջին խմբին, ապրեք, բայց հիմնականում ճիշտ պատասխանեցիք, ուրեմն որ հարցն է, որ սխալ եք թույլ տվել երեխաներ։ Ասեք տեսնեմ երրորդ խումբը կստանում եք։ Գիգորը փոխար վրշեն։ Պատահաբար է ստացվել։ Ասա տեսնեմ։ Արագության հետ է կապված այդտեղ նաև, արագությունն է կապում, թե ինչքան է։ Եղավ, շատ բարի։ Դե լավ երեխա
երեխաներ, ձեր նախնական գիտելիքները խաղի միջոցով կեցեք բավականաչափ տեղեկություններ դուք արդեն ունեք Թումանյանի մասին, այսօր դրանք մենք կլրացնենք, ավելացնենք։ Մենք իրականացնենք աշխարհացույց հարթակի օգնությամբ։ Նայում ենք էկրանին եւ ինչ եք տեսնում էկրանին երեխաներ։ Այստեղ քարտեզն է տեղադրված, որտեղ ընդգրկված է Լոռու մարզը, քանի որ դուք նոր նշեցիք, չէ՞, դսեղը որ մարզում էր գտնվում։ Լոռու մարզում, ահա։ Ուրեմն որն է Հովհաննես Թումանյանի ծննդավայրը։ Դսեղը։ Կեցեք։ Հիմա մենք կտեղափոխենք Դսեղ։ Ձեր հայրենի բնակավայրը երեխաներ։ Տեսեք։ Ուրեմն սա Դսեղ գյուղի համայնապատկերն է։ Դսեղը Հայաստանի հնագույն եւ հանրահայտ գյուղերից է, որտեղ ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Նա ապրել է 1869-ից 1923 թվականներին։ Այն գտնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում Դեպետ գետի Աչափնյա սարահարթի վրա։ Այս նկարում պատկերված է գյուղի մուտքի հատվածը, որտեղով մենք մուտք ենք գործում Դսեղ գյուղ, այս ճանապարհներով բազմաթիվ անգամներ եւ Հովհաննես Թումանյանը եւ շատ մեծանուն գրողներ այցելել են Դսեղ, հյուրընկալվել են Թումանյանի օջախում։ Որ մեծերն էին եկել, այո, որ մեծերն էին կապված Հովհաննես Թումանյանի հետ, խնդրեմ Արկիջան, Անդրանիկ Կոզանյանը եւ Աղայանը։ Ղազարոս Աղայան, Անդրանիկ Կոզանյան զորավարը շատ ճիշտ է։ Սա մեր գյուղն է, Դսեղը։ Այս սա մեր դպրոցն է, որտեղ այժմ մենք դաս ենք պարապում։ Հիմա ինչպես պիտի գնանք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Տեսեք, սա այն ճանապարհն է, որով մենք անցնում ենք հրապարակ։ Հրապարակում ինչ է տեղադրված երեխաներ այս հատվածում, ինչ է կանգնում։ Այո։ Հերոսների արձան։ Այո, ապրեք, շատ ճիշտ է։ Եվ այս ճանապարհով մենք ուղևորվում ենք այսպես։ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Սա տուն թանգարանն է, երեխաներ, որի հարևանությամբ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այժմ մենք մոտիկից կնայենք այս ամենին։ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը, որի բակում ինչ է տեղադրված։ Ասա Արամ ջան, խնդրեմ։ Այո, մատուրն է ապրես, որտեղ թաղված է Հովհաննես Թումանյանի սիրտը։ Իսկ Հովհաննես Թումանյանը որտեղ է թաղված, երեխաներ, Լևոն ջան, ասա տեսնեմ։ Ապրես։ Այո, կեցես, ճիշտ է, մենք դրան իհարկե դեռ կանդրադառնանք։ Իսկ մյուս նկարում երեխաներ պատկերված է թանգարանի հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, խնդրեմ Արկիջան։ Հովհաննես Թումանյանի հայրը եղել է Թադեոսը, Ահա, Տեր Թադեոսը, նա եղել է քահանա։ Այո, շատ ճիշտ է։ Քանի որ մենք խոսեցինք Հովհաննես Թումանյանի հայրիկի մասին, հիմա էկրանին մենք տեսնենք հենց նրա նկարը։ Հովհաննես Թումանյանի հայրը, Տեր Թադեոս քահանա։ Տեսնենք, ավելին իմանանք հայրիկի մասին, երեխաներ։ Ինչ է ասում Հովհաննես Թումանյանն իր հոր մասին։ Ասում է ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա շատ բարձր գնահատում իր ծնողներին։ Կցանկանաք տեսնենք նաև Հովհաննես Թումանյանի մայրիկի նկարը։ Ահա, շատ լավ։ Այստեղ պատկերված է Հովհաննես Թումանյանի մայրը։ Ինչ էր նրա անունը երեխաներ, կարող եք ասել, որ այո, Սոնա Քոչարյանը։ Տեսեք։ Ահա, ինչ է ասել իր մայրիկի մասին Հովհաննես Թումանյանը։ Ասում է, թռչող էր իմ մայրը, արծվի թռիչք ուներ։ Ամենաբարձր սարերում, ծաղկող տեղերում է պահելից։ Շատ բան է տվել ինձ մայրս, շատ էր սիրում ինձ։ Գրել է Հովհաննես Թումանյանը։ Սիրելի երեխաներ, գիտեք որտեղ է նախնական կրթությունը ստացել Հովհաննես Թումանյանը։ Շատ լավ է, որ գիտեք, Էրինա ջան, ասա տեսնենք։ Նախնական կրթությունը ստացել է Դսեղ գյուղում։ Շատ լավ։ Իսկ հենց ում մոտ տեսնենք, ասա Գրիշկա Բիձում։ Այո, Գրիշկա Բիձում մոտ
Իսկ որտեղ է շարունակել կրթությունը։ Ասա գալիս։ Ալադովնիում։ Այո, Ջալալովնիում։ Ինչ է կոչվում այժմ Ջալալովի, այժմյան անվանումը, Ամալիա։ Անավան։ Շատ ապրեք, ճիշտ է։ Հովհաննես Թումանյանը շարունակել իր կրթությունը երեխաներ։ Արքասատ։ Թիֆլիսում ներսիսյալ դպրոցում։ Այո, շատ ճիշտ է։ Դե հիմա եկեք էկրանին մենք ցույց տանք դսեղից Թիֆլիս ընկած հեռավորությունը եւ չափենք այս հեռավորությունը երեխաներ։ Ուրեմն վերցնում ենք կանոնը եւ տեղադրում դսեղից Թիֆլիս, այսա Թիֆլիսն է։ Ոչ, իհարկե, կամ ձիով, կամ ոտքով։ Ձիով նա կարող է գնալ 1 օր 10 ժամում, իսկ ոտքով 2 օր 16 ժամում։ Պատկերացնում եք, ինչպես է Հովհաննես Թումանյան դստեղից հասել Թիֆլիս։ Շատ դեպքերում իր հայրիկի հետ էր նա գնում, ինչպես Դիքոր ֆիլմում դուք տեսել եք, չէ՞, ինչպես է Համբոն Դիքորին տանում Թիֆլիս։ Գիտեք որ ճանապարհով էին գնում նրանք Թիֆլիս։ Ասա Այո, ճիշտ է, Սուրբ Գրիգորի ձորով, որտեղ նաև վանքն է գտնվում։ Դե հիմա մենք ուսումնասիրենք հենց այդ ճանապարհը։ Գնացել ուղևորվել դեպի Թիֆլիս։ Իսկ սա ինչ աղբյուր է, ով կասի։ Խնդրեմ, Ալինա ջան, այո, Գրիգորի աղբյուրն է, որտեղից Գրիգորը ջուր է խմել։ Շատ լավ։ Որովհետև իսկ գիտեք, ովքեր են կառուցել բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը։ Խնդրեմ, Արիան։ Ովքեր տեղափոխվում Այո, Մամիկոնյաններն են կառուցել։ Իսկ դուք գիտեք երեխաներ, որ Հովհաննես Թումանյանը եւս սերում էր Մամիկոնյան տոհմից։ Ահա։ Այս մասին առաջին անգամ գրել է Խաչատուրաբոյանը իր Վեր Հայաստանի վեպում։ Այնտեղ նա պատմում է Հովակիմի մասին, ով Հովհաննես Թումանյանի պապի պատն էր։ Նրա քաջագործությունների մասին։ Նա պատմում է, որ 5 մարդ նրա թիկունքը չէին կարող բռնել։ 10 մարդ նրա ձեռքը չէին կարող ծալել, պատկերացնում եք, ինչպիսի ուժի տեր մարդ էր Հովակիմը, ով Մամիկոնյաններից էր սերում։ Շատ լավ, անցնենք առաջ երեխաներ։ Ինչ գրական խմբակ էր ստեղծել Հովհաննես Թումանյանը Թիֆլիսում։ Խնդրեմ։ Վերնատուն։ Այո, Վերնատունը, գիտեք վերնատան անդամներին, ովքեր են վերնատան անդամները։ Գագիկ։ Հովհաննես Թումանյան, Դերիկ Դեմուկյան, Ղազարով Սաբայան, Ահա, Ներշան։ Ահա, շատ լավ շարունակիր արդի։ Ավետիքի Սահակյան։ Այո, տեսեք այստեղ նկարների երեխաներ։ Ավետիքի Սահակյան, այո, ով ծնվել էր Ալեքսանդրապոլում, այժմյան որ քաղաքն է։ Գյումրի, ապրեք։ Դերենիկ Դեմիրճյանն է, որտեղ է ծնվել Դերենիկ Դեմիրճյանը, ասա Էլինա ջան։ Ախալքալակում, այո։ Այստեղ ով է պատկերված երեխաներ։ Ասա Ղազարով Սաբայան։ Այո, շատ ճիշտ է։ Մյուսները այստեղ պատկերված չեն, բայց նրանք այո վերնատան անդամներ են։ Իսկ այս պատկերում ում պատկերն է այստեղ։ Ասա տեսնենք։ Վահան Տերյանի, բայց նա վերնատան անդամ չէր, այլ ուղղակի այցելում էր վերնատան։ Շատ ապրեք, ճիշտ է, եւ բազմաթիվ անգամներ եղել է դսեղում, քանի որ նա մտերիմ էր Հովհաննես Թումանյանի աղջկա Նվար Թումանյանի հետ։ Այստեղ, ինչպես նկատեցիք, ես հարցեր եմ թաքցրել ձեզ համար։ Այն ինչ շրջասույթ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին։ Խնդրեմ, Լուսինե ջան, ասա տեսնեմ։ Նա ամենայն հայոց որդերի հայրիկ էր։ Որդերի հայրիկ, այո, ապրես։ Էլի։ Նա եղել է ամենայն հայոց բանաստեղծ։ Ապրես, ճիշտ է։ Մարիամ։ Նա եղել է ամենայն հայոց թամարը։ Շատ ապրեք, կեցեք։ Սիրելի սովորողներ, այսօր մենք ուսումնասիրենք Հովհաննես Թումանյանի գետը պատմվածքից մի հատված, որն ընթերցելու ենք դասագրքից։ Այստեղ Հովհաննես Թումանյանը անդրադարձել է բնության չգրված օրենքներին։ Բացի դասագրքերը, H 91։ Բոլորը պատրաստ են։ Հովհաննես Թումանյան, գետը։ Գետը ոչ մի բանից այնպես չի վախենում, ինչպես կրակից։ Առաջինը խոսեց իր տանտերը, Քերի Անդրեասը։ Մեր կողմերը դե գիտեք, որ գետը շատ կա։ Այժմ բացեք ձեր աշխատանքային տեքստերը։ Մենք կկիրառենք Քարաբաժան ամուսած մեթոդը։ Ինչ ենք գրելու։ Ինչ տեսա, ինչ լսեցի, ինչ զգացի և ինչ մտքեր ծնվեցին։ Կամ ինչ
ինչ հասկացաք, որն է հիմնական գաղափարը այս ստեղծագործության։ Բայց եկեք աշխատանքային բաժանում կատարենք։ Առաջին խումբը կկարդա, կասի թե ինչ է տեսել, երկրորդ խումբը կասի ինչ է լսել, երրորդ խումբը ինչ է զգացել եւ չորրորդ խումբը թե ինչ մտքեր են ծնվել։ Հիմա տեսնենք երկրորդ խումբը ինչ է լսել ստեղծագործությունը կարդալիս։ Էլիջա, ինչ է լսել։ Գայլերի սուսկանի որոնց։ Լավ, Էլինա։ Տունության դեպությունը։ Շատ լավ, լավությունը։ Ձյան ճրճրոց։ Ահա։ Դեպի հաշվոցը եւ մասկաց տակտապած ծայրերը։ Լավ է, ապրել։ Ահա, իսկ երրորդ խումբը ինչ է զգացել։ Էլինա ջան, ասա։ Տագնապ։ Իսինեն ինչ է զգացել։ Սարսափ։ Ահա։ Վախ։ Վախ։ Կարեցակ տրված կենդանիների հանդեպ։ Շատ լավ, այո, արժեք նաև կարեկցել, չէ՞ որ սովից էր, որ գայլերը ոմակով մոտենում էին գյուղին եւ սարսափի մեջ էին գցում հասարակությանը, ժողովրդին, ապրեք։ Այժմ լսենք չորրորդ խմբին եւ տեսնենք թե ինչ մտքեր են ծնվել, ինչ եք հասկացել։ Արինա ջան, լսում ենք։ Մարդ պետք է լինի ուժեղ եւ զգոն, որտեղ որակյալ բնության մեջ։ Շատ լավ։ Ջանասա։ Եվ թե վտանգը։ Այո, եւ վտանգները, ապրեք։ Մեր քերականության դասը հոմանիշներն են։ Մենք պիտի ուսումնասիրենք հոմանիշ բառեր, բայց նախ եկեք հասկանանք, որոնք են կոչվում հոմանիշ բառեր։ Ասա։ Այն բառերը, որոնց վտանգները, բայց իմաստով մոտ կամ նույնն են։ Այո, ճիշտ է, իմաստով մոտ կամ նույն, բայց ձևով տարբեր բառերը կոչվում են հոմանիշներ։ Շատ լավ։ Ահա, այսօր մենք կխաղանք խաղ, որը ես ձեզ համար պատրաստել եմ Learning Apps հարթակում։ Այստեղ գրված են հոմանիշ բառեր, որոնք դուք պիտի համապատասխանեցնեք։ Սկսենք խաղը։ Այո, անտառ, ծմար, ապրես, նստիր։ Տեսնենք, ով է գալու հաջորդը։ Նանե ջան, արի տեսնենք։ Ուղի ճանապարհ, կեցես, նստիր, երրորդը, Արարատ։ Կիսություն։ Մենք ստացանք բոլոր հոմանիշային զույգերը։ Հիմա տեսնենք, արդյոք ճիշտ է։ Այո, կեցեք, դուք կարողացաք գտնել բոլոր հոմանիշ զույգերը։ Աշխատանքի համար ստեղերը գրեք տնային աշխատանք։ Առաջին ստեղմագրել Հովհաննես Թումանյանի կենսագրությունը։ Երկրորդ տարբեր աղբյուրներից գրել տեղեկություն գայլի մասին։ Իսկ երրորդ առաջադրանքը երեխաներ, ես կտեղադրեմ կորից հարթակում ձեզ համար այս թեմայի վերաբերյալ։ Ինչ սովորեցինք այս դասից երեխաներ, մնացին հարցեր ձեզ համար։ Սիրելի սովորողներ, այսօր մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Թումանյանն ապրում է մեր մեջ, մեր հողի ու ջրի մեջ։ Մենք տեսանք նրա անցած ճանապարհը քարտեզի վրա, բայց ամենակարևոր ճանապարհը նրա թողած գրական ժառանգությունն է։ Դուք ապրում եք մի գյուղում, որտեղ ամեն մի քար պատմություն ունի։ Եղեք հպարտ ձեր ծագումով եւ միշտ ձգտեք դեպի գիտելիքը։